Նույնատապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Արմեն Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Հայաստանի վարչապետը Ալբանիայում է, մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, դրա շրջանակներում մենք արդեն տեսանյութեր են տարածվել, տեսնում ենք կարճ շփումներ Ալիևի հետ, Էրդողանի հետ, Եվրոպայի ներկայացուցիչ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն է հայտարարել, որ կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը եւ փաստորեն այս համաձայնագրի ստորագրման հարցը շարունակում է արտիական մնալ, շատերն են շահագրգռված դրանով։ Դուք ինչ տպավորություն ունեք եւ տեսանյութերին, եթե արդեն հասցրել եք ծանոթանալ եւ համաձայնագիրը ինչից է կախված ստորագրումը։ Տեսանյութերը այո նայել եմ, նորմալ միջավայրում զրույց է տեղի ունեցել, բայց միայն դրա վրա հիմնվելով չենք կարող ավելի խորը գնացող հետևություններ եւ վերլուծություններ անել։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, ապա ես մնում եմ այն մտքին, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվելու, որովհետեւ Ադրբեջանը այսօր էլ հայտարարություն տարածել, որով պահանջել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրության առաջին հոդվածը։ Իսկ դա նշանակում է, որ գործընթացը մտցվել է փակուղի, չնայած Եվրոպայում եւ երեք նաեւ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը շատ մեծ այսպես հույս հայտնեցին, որ համաձայնագրի ստորագրումը մոտ է, բայց Ադրբեջանը փաստացիորեն տորպեդարում է այդ գործընթացը եւ դիտավորյալ գործընթացը տարել է փակուղի։ Որտեղ սահմանադրություն ընդունել չընդունելը բավականին երկար ժամանակ է պահանջում, ընդունել այսպես ասեմ։ Առանց անկախության հռչակագրին հղումով։ Այո, եւ դեռ հարց է, արդյոք Հայաստանի բնակչությունը կողմ կքվեարկի դրան, թե ոչ։ Եվ բազմաթիվ այլ հարցեր, այսինքն դիտավորյալ իրենք այնպիսի պահանջ են դրել, որ Հայաստանը չկարողանա դա անել եւ համաձայնագիրը չստորագրվի։ Ալիևը դուք ասում եք փակուղի է մտցրել գործընթացը, իշխանականները սրա հետ չեն համաձայնի բնականաբար Հայաստանի։ Մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակին օրվա նվիրված ուղերձը, որտեղ վստահ պնդում էր անում, որ ի հեճուկս արտաքին եւ ներքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Հիմա այս վստահ պնդման հետ կապված ինչ ենթադրել, Փաշինյանը պատրաստում է այդ պահանջները բավարարել, դրանով է պայմանավորում, որ կլինի խաղաղություն, թե այնուամենայնիվ կա Հայաստանը ունի ռեսուրսներ, թե դիվանագիտական, թե քաղաքական, թե գործընկերային, այսինքն ստեղծել է բավարար ռեսուրսներ, կուտակել է, որոնց շնորհիվ էլ թույլ չի տա պատերազմը։ Կարծում եմ ինքը ավելի շատ ոչ թե ինքը խաղաղության մասին էր խոսում, ոչ թե խաղաղության պայմանագրի։ Այսինքն ինքը հույս ունի կամ միգուցե վստահ է, որ մոտակա տարիներին պատերազմ չի լինելու, որովհետև դրա հիմքերը այս բան կարծես թե չկան, որովհետև Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ բոլոր առիթները, բոլոր սողանցները փաստորեն փակվել են։ Վերջին հիմքը, որ նա փորձեց ստեղծել, դա նախորդ տարի Տավուշում էր, այն ժամանակ Հայաստանից պահանջում էր 4 գյուղերի վերադարձ Ադրբեջանին, որովհետև միջազգային հանրությունը շատ հստակ, շատ կոնկրետ Ադրբեջանի առաջ այսպես հարցը դրել է։ Ալիևի առաջ շատ կոնկրետ հարցը դրվել է։ Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքներ խուժես, շատ ծանր գինես վճարելու, շատ թանկ գինես վճարելու։ Եվ Ալիևը խորհրդային միության այդ վերջին քարտեզները ձեռքին անընդհատ տանում էր եւ շփորահարում էր, որ տեսեք այս 4 գյուղերը բոլոր քարտեզներով ինձ են պատկանում, ես Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ ագրեսիա չեմ ուզում դրսևորել, որևէ ոտնձգություն չեմ ուզում կատարել, ես իմ 4 գյուղերն եմ պահանջում։ Հետո գիտենք ինչ տեղի ունեցավ, սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսվեց Տավուշում այդ Եվ կանգ առավ կարծես թե։ Եվ կանգ առավ, այո։ Եվ հիմա Ալիևի բոլոր այդ լեգիտիմացնող, այսպես ասեմ, պահանջները, որոնք որ միջազգային հանրության մոտ կարող էին լեգիտիմ թվալ, փակվել են։ Իրականում Ալիևին զսպողը պարզ է, Հայաստանը չէ։ Հայաստանը դեռևս չունի այդպիսի հզոր բանակ, դեռևս չենք վերականգնել 44-օրյա պատերազմից հետո, եւ նրան զսպող միակ ուժը դա միջազգային հանրությունն է, իսկ ավելի կոնկրետ Արևմուտքը։ Հիմա ինքը Արևմուտքի մոտ չի կարող արդարանալ։ Այս ժամանակ ասում էր, այս բոլոր գյուղերը նախկինում բնակեցված գյուղեր են եղել, նրա բնակիչները դարձել են փախստական եւ այլն եւ այլն։ Եվ դա ըմբռնում գտնում էր միջազգային հանրության մոտ։ Հասկանում էին նրան, ասած ասեմ։ Հիմա ասենք եթե նա արձակվի Սյունիքի վրա կամ Գեղարքունիքի վրա, չի կարողանալ պատասխան տալ իր գործողությունների համար եւ
գին է վճարելու։ Ես դրա համար ասում եմ հավանաբար հենց այդ հանգամանքները հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը համոզմունք ունի, որ այդպիսի արձակում չի լինելու։ Եվ պատահական չէ, որ ինքը մեր պաշտոնյաներին, դիվանագետներին անդադար տանում է իրանց։ Հայտնի պատն է ցույց տալի, սահմանազատված եւ սահմանագծված սահմանն է ցույց տալի եւ այլն։ Սա իր մեջ երևի թե մեսեջներ է բանակում, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի եւ նաեւ ինքը վստահություն ունի, որ այլևս Ալիևը որևէ լեգիտիմ պատճառ չունի Հայաստանի վրա արձակվելու համար։ Պարոն Վարդանյան, փաստորեն Ալիևյան ռեժիմը կամ Ալիևը ունենալով ջերմ հարաբերություններ Պուտինի հետ, միևնույն է, կարողանում է հարգելի այսպես կոչված պատճառներ գտնել եւ չմասնակցել հաղթանակի շքերթ կոչվածին, իսկ մեր երկրի ղեկավարը մասնակցեց։ Ինչ դիտարկումներ կանեք, ինչու Ալիևը չգնաց եւ ինչու Հայաստանի վարչապետը գնաց, արդյոք կարող էր չգնալ եւ այդ գնալը ինչ խնդիր լուծեց մեր երկրի համար։ Ալիևի չգնալու հետ կապված մի շարք վարկածներ են շրջանառվում, ես հակված եմ այն մտքին, որ Ալիևը նեղացած է Ռուսաստանից։ Եթե հիշում եք, նախորդ տարի ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը խոցվեց Ռուսաստանի երկնքում, Դաղստանում։ Եվ այդ ժամանակ շատ լուրջ եւ հիմնավոր վարկած սկսեց շրջանառվել, ընդ որում ադրբեջանական մամուլում նաեւ, ադրբեջանական որոշ փորձագետների մոտ, որ այդ ինքնաթիռից մի քանի 100 մետր այն կողմ, շատ մոտիկ տարածության վրա Ալիևի նախագահական ինքնաթիռն է եղել, որը որ թռչում էր այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ԱՊ երկրների գագաթնաժողովին, ԱՊ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ինչպես գիտենք, Ալիևը հասավ Սանկտ Պետերբուրգ, բայց անմիջապես երբ լսեց, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է, չմնաց, այլևս անմիջապես հետ վերադարձավ Ադրբեջան։ Ըստ որոշ տեղեկությունների այդ ժամանակ նաև փորձեր է խլացվել այդ Ադրբեջանի նախագահական ինքնաթիռի ռադարային համակարգը եւ այլն, ինչ որ բաներ են, ներգործություն են արել ռուսական հոպի ծառայողները, որից հետո Ալիևը շատ նեղացված տեսքներ, հիշում եք ինչպիսի հայտարարություններ էր անում, Ռուսաստանից պահանջում էր արդարության վերականգնում, պահանջում էր փոխհատուցման վճարում եւ այլն։ Իմիջիայլոց այդ խոսակցությունները այլևս դադարել են, կարծես այդ մասին էլ այլևս չեն խոսում։ Ինչևից է, դրանից հետո ակնհայտ էր, որ Ալիևը որոշակի նեղացվածություն ուներ եւ միգուցե նաեւ բացի նեղացվածությունից իր անձնական անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է գնալ Մոսկվա։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, Փաշինյանի գնալ չգնալու, ես խորապես այն մտքին եմ, որ նա չպետք է այնտեղ լիներ, մանավանդ որ Հայաստանը հստակ մեսեջներ է ուղարկում Եվրամիությանը, եվրոպական համայնքին, որ փորձում է ավելի մերձենալ Եվրամիությանը։ Իսկ այս վերջին ժամանակներս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները հստակ հայտարարում են, որ այն երկրները, որոնք կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին, նրանց այլ աշկով կնային, այսպես ասեմ, եթե մի քիչ ավելի խոսակցական ասեմ։ Փաստորեն նա հաշվի չառավ այդ դիտարկումները եւ գնաց Մոսկվա, ինչը ցավալի է, թե ինչ խնդիր է լուծել, ես չգիտեմ։ Միգուցե ընդհանրապես փորձել է չկատաղեցնել ռուսական արջին, միգուցե այլ խնդիրներ լուծել, բայց ես իմ դիտարկումներով նա չպետք է այնտեղ լիներ։ Դուք ասում եք Ալիևը նեղացած էր եւ փաստորեն այդ նեղացածությունը չանցավ անգամ ռուս պատրիարքի հաղթանակի այդ շքերթից առաջ Բաքու գնալը, պարգևատրելը, հա, նրա տիկնոջը դա էլ չանցկացրեց այդ նեղացվածությունը։ Կարծում եմ նեղացվածությունը երկար ժամանակ կմնա, բայց միգուցե նաեւ զուտ նեղացվածություն չի, հնարավոր է նաեւ իր անձնական անվտանգության, իր կաշվի մասին է մտածում, որովհետեւ նախագահական ինքնաթիռի վրա ներգործություն կատարելը դա շատ լուրջ խնդիր է նույնիսկ։ Բայց Ռուսաստանը ինչ խնդիր էր լուծում այդպիսով, այսինքն ինչ էր ուզում հասկացնել Ալիևյան կողմը։ Այդ հարցը շատ մի քիչ sense շատ փակ հարց է, sense դրա մասին շատ չեն խոսում։ Իհարկե ռուսական կողմը երգում է այդ վարկածը, դա նաև պաշտոնապես չէր բարձրացվել Ադրբեջանի կողմից, Ադրբեջան չի ասում ներնախագահական ինքնաթիռի վրա ներգործություն է եղել, փորձել են ինչ-որ ազդել դրա վրա։ Բայց դա լրջորեն քննարկվում է հենց ադրբեջանցիների մոտ։ Հիմա մեր ներքաղաքական խնդիրներին եթե գանք, պարոն Վարդանյան, խորհրդարանում տեսնում ենք ոչ միայն վիրավորանքներ,
կողմերի միջև իշխանություն ընդդիմություն, այլև ուղիղ հայոյանքներ ամբիոնից բարձր մակարդակով ոմանք սա, այսինքն իշխանականները կապում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով սկսված գործընթացների հետ, ընդդիմությունը թե խորհրդարանում թե դրանից դուրս գտնվող ասում է, որ նախընտրական տրամաբանության մեջ է, ոմանք ասում են Նիկոլ Փաշինյանը էլի նախկիներին հետ արճակատվելով փորձելու է վերարտադրվել ու տարբեր կարծիքներ են հնչում։ Հիմա ուր է տանում այս ամենը մեզ, ինչու են այսքան սրվել այս հարաբերությունները եւ սպասել, որ այդ նախընտրական պայքարը թեժ է լինելու, այդ պայքարի շրջանակներում այլընտրանքային ուժերը ինչ հնարավորություն են ունենալու։ Հա, այս բոլոր դիտարկումները, այդ բոլոր վարկածները լեգիտիմ գոյության իրավունք ունեն։ Եվ դրանց մեջ իհարկե ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Եթե նայել եք, մոտ 2 օր առաջ կարծեմ, Ռուբեն Ռուբինյանը հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց եւ ասաց, որ այս ընտրությունը պետք է լինի սևի եւ սպիտակի միջև մոտարապես։ Նա ասաց, կամ պետք է ժողովուրդը ընտրի ապօրինի գույքը փրկել ցանկացող եւ դրա համար բոլոր ջանքերը գործադրող այս խորհրդարանական ընդդիմությանը, կամ էլ մեզ, որ իրական Հայաստանի գաղափարախոսն է։ Իսկ երրորդ ուժերը ըստ նրա թույլ են եւ այս պայն իշխանության գալու հայտ չեն կարող ներկայացնել։ Իհարկե իշխանությունը փորձում է այս ուղղությամբ տանել ընտրապայքարը, որը որ հաջողությամբ կարողացավ նա անել 2021 թվականին, այն ժամանակ բոլոր հարցումներով, բոլոր դիտարկումներով իշխանությունը չուներ 50+1% ձայն։ Հիշում ենք ինչ վիճակ էր, նույնիսկ իրենք էին խոստովանում, այսպես փակ ոչ մասնավոր զրույցների ժամանակ ասում էին, որ 40-45 առավելագույնը տոկոսի ակնկալիք ունեն, բայց ոչ 54, ինչպես որ դա եղավ։ Եվ այն ժամանակ Քոչարյանի գործոնը նպաստեց նրան, որ իշխանությունը բացարձակ մեծամասնություն հավաքեց եւ վերարտադրվեց։ Հիշում ենք էլի ինչ եղավ 21 թվականի ընտրությունից 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը մեծ բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում եւ շատ մարդիկ, ովքեր որ ի սկզբանե չէին ցանկանում Նիկոլ Փաշինյանն ընտրել, այլ երրորդ ուժերին էին ցանկանում, ասենք ՀԱԿ-ին, Լուսավոր Հայաստանին, քաղաքացու որոշմանը եւ այլն։ Վերջի պահին իրենց միտքը փոխեցին եւ գնացին իշխանության ընտրեն, որպեսզի Քոչարյանը չվերադառնա։ Այս տեխնոլոգիան շատ լավ աշխատեց, փայլուն ձևով աշխատեց, բայց Գյումրիում չաշխատեց։ Հիմա շատ ժամանակ անցկացա, դրան կգամ։ Բայց այդ պայն լավ աշխատեց եւ սպասելի եւ նաեւ անլսելի էր, որ պատերազմում պարտված իշխանությունը կարողանա առանց ընտրություն կեղծելու այդպիսի ձայներ հավաքել ամբողջ աշխարհում են որում զարմացած։ Հիմա փորձում են էլի այդ նույն տեխնոլոգիան կիրառեն, ինչը փաստ չի որ կաշխատի, եթե մի բանը մի անգամ ստացվել է, հաջողվել է, չի նշանակում որ անընդհատ ստացվելու է։ Նախ Փաշինյանի ռեյտինգն է անընդհատ իջնում, գնալով իմ դիտարկումներով անընդհատ իջնում, հետո տարբեր հասարակության տարբեր խավերի հետ, տարբեր մարդկանց հետ շփվելով անընդհատ բողոքներ ենք լսում։ Ընդ որում միջին խավը ժամանակին այսպես մեծամասամբ աջակցում էր նրան։ Խանութների տերեր, չգիտեմ, սալոնների տերեր եւ այլն եւ այլն։ Հիմա հարկայինը նաեւ նրանց է սկսել ճնշել, նրանք էլ բողոքներ ունեն։ Մի խոսքով բողոքի մեծ ալիք կա, որը միգուցե ալիք չի վերադարձել, մեծ բողոքավոր զանգված կա, այսպես ասեմ, որը որ իր ակցիան, իր գործողությունները ցույց կտա ընտրությունների ժամանակ։ Ցավոք, խորհրդանում չկա բովանդակային բանավեճ։ Գող Փիսո Քաչաշյան փոխադարձ վիրավորանքներից այն կողմ շատ չի անցնում։ Հիմնականում այս շրջանակի այս տրամաբանության մեջ է գործում խորհրդարանը եւ սա իհարկե մեզ համար չափազանց վատ է, որովհետեւ միայն բովանդակային բանավեճի եւ այսպես դիալոգների միջև մեջ է ծնվում ճշմարտությունը։ Եվս մեկ ցավալի փաստ է իրողությունը այն, որ երրորդ ուժերը չեն կարողանում գլուխ բարձրացնել ցավոք։ Այն ուժերը, որոնք դիրքավորում են որպես երրորդ ուժ, որոնք որ չեն արում ոչ ներկա իշխանության, ոչ նախկիներին, չունեն այդպիսի ռեսուրսներ, եւ մարդկային, եւ ֆինանսական, եւ ոչ էլ քարոզչական, այո։ Եվ նրանք շատ հաճախ հայտնում են երկրորդ պլանում։ Դրա համար այս տեսանկյունից իրավիճակը հուսադրող չէ եւ կարծում եմ էլի որ
եւ բնական ստեղծված իրավիճակից ելնելով նաեւ իշխանությունների, նաեւ ինչու որ ընդդիմության թեթև ձեռամբ էլի կգանք այն իրավիճակին, որ ժողովուրդը ստիպված ընտրություն կկատարի սևի եւ սպիտակի միջև իմիջիալոց ընդդիմությունն էլ է փորձում անընդհատ խորհրդանական այս դիթոսային ընդդիմություն նկատի ունեմ ոչնչացնել այդ երրորդ ուժերին, ովքեր ոչ չեզոք են։ Բոլորը հարցը կտրուկ են դնում, կամ մեր հետ է, կամ իշխանության։ Նույնն էլ իշխանությունը, հենց մեկ որևէ չեզոք ուժ է հանդես գալի, փորձում են բոլոր հնարավոր քարոզչական ռեսուրսներով ոչնչացնել այդ ուժին եւ հարցը տանել միայն իրենց եւ նախկինների նեղ շրջանակ, որտեղ որ ժողովուրդը լայն ընտրություն չի ունենա եւ ստիպված կընտրի Փաշինյանին։ Սա է նրանց ծրագիրը եւ իրենք այլևս դրա մասին չնայեցնում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Glendale։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Ընդդիմության ծրագիրը ես ուզում եմ հարցնել արդյոք ընդդիմությունը չի հասկանում, որ թատերաբեմ գալով իրենք նպաստելու են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ինչպես դուք ասացիք, եղավ 2021-ին։ Այսինքն այստեղ մենք ինչ հասկանանք, իսկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը ցանկանում են վերադառնալ իշխանության, թե իրենք պարզապես այդ իմիտացիան ստեղծում են, բայց տակից ոնց որ օգնում են Նիկոլ Փաշինյանին նորից իշխանություն պահել։ Չէ, տակից չեն օգնում։ Ես հարցում չայլ կձևակերպեի։ Չուզենալով ակամայից են օգնում։ Իհարկե իրենք ուզում են վերադառնալ իշխանության։ Իրենք դիք խնդիր ունեն իշխանության վերադառնալով։ Եվ գույքի պահպանման եւ բանտերում չհայտնել բազմաթիվ հարցեր կարող են լուծել եւ բացի դրանից էլ իրենք չեն համակերպվում իշխանության կորստի հետ։ Իշխանության կորստը իրենց համար շատ ծանր բան է։ Ինքնասպանության նման մի բան է։ Եվ ուզում են վերադառնալ, իհարկե ուզում են։ Դրա համար մեծ ռեսուրսներ են ծախսում եւ ֆինանսական եւ քարոզչական լրատվամիջոցներ ունեն եւ այլն։ Բայց հիմա ինչի են իրենք էլի մտնում ասպարեզ, որովհետեւ մի կողմից իրենք տեսնում են, որ Նիկոլի եւ այս իշխանության ռեյտինգը իջել է եւ նոր շանս են տենում եւ մյուս կողմից էլ, բայց նաեւ դա բնական է, որովհետեւ քաղաքականից չի ցանկանա, որ ինքը մնա լուսանցքում։ Ես այդ առումով իրենց չեմ մեղադրում, որ մի քաղաքական ուժը կասի լավ ես այս մի ընտրություններին չեմ մասնակցում, ինչա թե Նիկոլը չվերարտադրվի։ Եթե ունեն լուրջ ռեսուրսներ, խոսքը 1-2 օքանոց կուսակցություններին չի վերաբերում, մարդ կուսակցություններին։ Իրենք ունեն լուրջ ռեսուրսներ, ֆինանսական, մարդկային լուրջ աշխատում են եւ այլն, ինչը պետք է գնան իրենց լուսանցք, իրենք արհեստականորեն իրենց լուսանցք մղան։ Դա էլ բնական չի եւ կուսակցություններն էլ եթե 1-2 անգամ չեն մասնակցում ընտրություններին, ընդհանրապես խաղից դուրս են մնում եւ այլևս հետ վերադառնալ քաղաքական դաշտում հայտ ներկայացնելը շատ դժվար կլինի։ Այսինքն սցենարը հետեւյալն է, եթե կարողանան իշխանություն վերցնել, կվերցնեն, եթե ոչ, ապա գոնե ընդդիմության դիրքում կմնան, խորհրդարանում տեղ կունենան, ինչ որ մի կերպ կփորձեն ազդել քաղաքական գործընթացների վրա, չգիտես ինչ կլինի։ Բայց ազդում են իրենք իրենց գոյությամբ այս վերջին տարիների ընթացքում իրենք ինչ որ բանի վրա ազդել են։ Ոչ չեն ազդել, որովհետև իշխանությունը մեծ ներկայացվածություն ունի խորհրդարանում, իրենք էլ չունեն այդ ռեսուրսները, այդ գիտելիքները, այդ գործիքակազմը, որ կարողանան ազդել իշխանության վրա։ Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին մենակ էր գործում խորհրդարանում մի հոգով։ Հիշում ենք ինչպես հանրապետական կուսակցությունը էլի այն ժամանակ մեծամասնություն էր, բայց նա կարողացավ հմտորեն օգտագործել այդ փաստը, նա կարողացավ խորհրդարանական ամբիոնը օգտագործել եւ խորհրդանից դուրս կողմնակիցներ ձեռք բերել, իշխանությանը փչացնել, կներեք բառից համար եւ այլն, եւ ստեղծեց մի իրավիճակ, որ խորհրդանից դուրս նա շարժում ստեղծեց եւ եկավ իշխանության։ Այս ընդդիմությունը դա այդ շնորհքը չունի, բայց ես ուզում եմ ասեմ, որ նույնիսկ փոքրամասնություն լինելով, եթե ընդդիմությունը խելացի լինի, եթե նա բավարար գիտելիքներ, բավարար այսպես հմտություններ, հաշվարկներ, այո, կարող են նույնիսկ փոքրամասնությամբ հարցեր լուծել։ Իսկ իրենց ուժերը միասին, այդ երկու քաղաքական ուժերը, էլի 30% են, դա քիչ չի ընդհանուր առմամբ։ Ամփոփենք այս պահին։ Այսինքն, եթե մի նույնիսկ այսպես ասեմ, տեսական մի վիճակ ստեղծեմ, եթե մի կարծեմ 18 հոգի իշխանությունից փոքեն, գնան իրենց կողմը, իրենք շատ հանգիստ կարողանում են impeachment անեն Նիկոլ Փաշինյանին եւ իրենց մարդուն թեմայով ամփոփենք պարոն Վարդանյան, այդ անվստահության գործընթացը այս պահին որքանով է լուրջ։ Նաեւ ԿՊԱ-ներից մենք տեսանք երկու պատգամավոր ընդամենը, որոնք հեռացվեցին ավելի շուտ խմբակցությունից եւ նրանք հիմա իրենց վարչապետի տեխնացու են առաջարկում, Էդմոն Մարուքյանի սա իդե վերջին լուրն է։ Ինչ դիտարկումներ կանեք այդ գործընթացի հետ կապված։ Որքանով է գործընթաց, հա։ Նախ երկու հոգով վարչապետ չեն ընտրում։ Երկու հոգով վարչապետ ընտրելու համար խորհրդարանի կեսից ավելին պետք է ունենա ձայներին։ Էդմոն Մարուքյանին չեն ընդունելու բնականաբար ոչ իշխանությունը, ոչ էլ դիտխոսային ընդդիմությունը, պատիվ ունեմ դաշինքը եւ Հայաստան դաշինքը։ Այդ երկու ուժերի կողմից այդ նախաձեռնությունը ուղղակի նոնսենս է, չգիտեմ ինչ խնդիր են լուծում, բայց դա ուղղակի անհեթեթություն է։ Իսկ ընդդիմության կողմից իշխանական այսպես դաշտից մարդ բերելը այս պայն նույնպես իրատեսական չի, որովհետեւ դրա նախադրյալները չկա։ Դրա նախադրյալները կար պատերազմից հետո, այն ժամանակ իշխանության շատ ներկայացուցիչներ պատրաստ էին, նույնիսկ ոմանք արդեն իրենց համար նոր տանիք էին փնտրում, որպեսզի փոխվեն Նիկոլ Փաշինյանից եւ գնան այլ մարդկանց
հովանոցի ներքո գործեն, այսպես ասեմ։ Հիմա այդ նախադրյալը չկա, իշխանական բուրգը ավելի է ամրապնդվել այս տարիների ընթացքում, որովհետև նախադրյալ չկա, որ իշխանական բուրգը կարող է փլուզվել։ Որտեղ չկա ֆորս մաժորային իրավիճակ, չկա դրա համար որովհետև այսպես մի խթան, որ նրանք գնան այդ քայլին։ Այնպես որ այս բային այդ սցենարն էլ ֆանտաստիկ է թվում, իսկ իրականում իշխանության մեծ մասը անսկզբունքային մարդիկ են, այսպես այնպես չէ, որ իրենք գաղափարական առումով բոլորը Նիկոլ Փաշինյանի կողմնակից են։ Ուղղակի իրենք այս միշտ դաշտում իրենց համար հարմար լավ առաջարկ չեն տեսնում, եթե լավ առաջարկ տեսնի կամ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծի, որ իշխանությունը փլուզման շեմին լինի, իրենք հասկանան, որ այլևս երկիրը հողը իրենց ոտքերի տակից գնում է, իրենք էլ կփախնեն, մեծ մասը կփախնեն, որովհետև գիտենք այդ մարդկանց մեծամասնությունը ովքեր են, անսկզբունքային մարդիկ են, մեծ մասը։ Իհարկե կան նաև գաղափարակպես Փաշինյանին եւ նրա գաղափարներին նվիրված մարդիկ, բայց մեծամասամբ այն մարդիկ են այնտեղ, որոնք որ այսպես չունեն, այսպես շատ սկզբունքային մարդիկ չեն։ Այնպես որ առաջիկա 1 տարում ես որևէ արտառոց, այսպես բան չեմ կանխատեսում, կարծում եմ իրադարձությունները նորմալ հունով կընթանան եւ ամեն ինչ իր հանգուցալուծմանը կմոտենա եւ կավարտվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով։ Չեն կեղծվի, միակ բանը որ Նիկոլ Փաշինյանը երևի միակ բանն է որ ասել է ու խոստումը պահել է եւ նույնիսկ ընդդիմությունն է դա ընդունում, նույնիսկ 21 թվականի ընտրություններից հետո այսպես որևէ բողոքի ակցիա չեղավ, կասկածներ հայտնեցին, բայց թեթև իրենք էլ էին հասկանում։ Իմիջիալից ես այդ օրը եղել եմ հանձնաժողովի անդամ, նախագահ ընտրական հանձնաժողովի, որևէ բացարձակ որևէ բան չի եղել։ Այն ժամանակ մարդկանց տանում, ծեծում, ջարդում, հանում էին զորով տեղամասերից, ինչ ասես անում էին։ Շատ հանգիստ, շատ նորմալ ընտրություններ էին, ընտրակաշարք չկար եւ այլն, եւ ընդդիմությունն էլ 1-2 այսպես անգամ ինչ որ կասկածներ հայտնեցին, բայց հետո սկսեցին ավելի ռացիոնալ խոսալ։ Նույն Ռոբերտ Քոչարյանը ասում էր, մենք պարտվել ենք, որովհետեւ իշխանությունը առաջ է բերել խաղաղության թեզը, մարդիկ մտածել են, որ մենք գանք պատերազմ ենք բերելու, դրա համար մեզ չեն ընտրել, սկսեցին արդեն իրական պատճառների հետևից գնալ, այլ ոչ իշխանությանը մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։